Շատ արագ հաղորդենք, սիրելի հայր, շնորհակալ ենք Տեր այս հնարավորության համար, որ կարող ենք միասին Տեր զրուցել ավետարանչության վրայով այդ կարիքը, որ բոլորս ունենք մեր ծառայության մեջ, նկատի ունենալով, որ այս ճամբարներում մենք ունենք լիքը երեխաներ, պատանիներ, պատանուիներ, որ եկած են Տեր, որ քեզ լսեն, քեզ մեզ սովորեն, եւ Տեր շնորհակալ եմ Տեր եղբայր քույրերիս համար, որ նրանք լիվ ներգրաված են այս ծառայություններում մեջ։ Օգնիր Տեր, հիմա ինչ որ անենք, որբեսի կարողանանք անգամ եւս հիշել քո խոսքի միջոցով այն ամենակարևորագույն սկզբունքները, որոնց միջոցով մենք կարող ենք մեր ծառայությունը լավագույն ձևով անել քո կամքի համաձայն, որ օգտակար լինի այդ պատանիներին, որ մենք ծառայում ենք այս վաղտում։ Հիսուսի անունով խնդրում ենք։ Ամեն։ Ուրեմն եղբայրներ քույրեր ջան, հիմա սա մի խոսքով բարձ զրույց է, թարմացում է մեզ համար։ Ուրեմն եթե կարողանամ ասել, որ այսպես 20-25 րոպե գխոսեմ, բարձրապես որ այս սկզբունքները, որ մեզ կարևոր է նկատի ունենանք պատանիների հետ, ինչպես պիտի ավետարանը կիսվենք։ Իհարկե գիտեք դուք, նորությունը չէ ձեզ համար։ Ինչ է ավետարանը, ոնց պետք է կիսվենք ավետարանը, բայց թարմացում է դա։ Եվ այո, կարող է որոշ բաներ լինեն, որ ավելի ծեր, ասենք թե մտքերում ուշագրավ լինի, ինչ խոսում ենք։ Եվ իհարկե 20 րոպեից հետո երբ հարցեր լինեն, ձեր մոտ նշեք եւ այդպիսով կարանք մի քիչ զրուցել, որ ամեն բան, եթե կարողանանք մինչեւ զորնակ հաջորդ մի ժամվա մեջ, մինչեւ ժամը 10 եւ այլն, ես չեմ շտաբում, բարձրապես նկատի ունենալով, որ դուք ալ սպաղեք, սիրով, եթե ուրիշ հարցեր լինի, ես կարող եմ ձեզ հետ on-line մնալ եւ շարունակել հավելյալ զրույց։ Դա խնդիր չկա։ Ուրեմն նկատի ունենալով, որ ինչ որ ես հասկացա Գիրագի օրը եւ որ Հովիկ եղբայրը, Արաքս քույրը նրանք նշեցին ծառայության վրայով խոսեցան մեր ճամբարներու առնչությամբ, մեր ճամբարները ինչ որ արդեն Տերը կամի վաղը գեսքշերից հետ մեր եղբայր քույրերը գալիս են Ամերիկայից էլ եւ նրանք էլ պիտի ներգրավեն մեր ճամբարներում, մաս ունեն եւ նրանց էլ ասեցի մեր ասենք ժողովուրդը ու մի ծառայում ենք պատանիները, պատանուիները, այդ երիտասարդները ասենք, հա։ Իհարկե, ամեն բանի առաջ մեր մտքերում պետք է հստակ լինի, որ ավետարանը ինչ է։ Ինչ է ավետարանը, Քրիստոսի ավետարանը։ Եվ մենք գիտենք, որ Քրիստոսի ավետարանը իր ուղերձն է մարդու փրկության համար, որը մարդը փրկության կարիք ունի։ Ամեն մարդ մեղավոր է եւ մենք անխդրաբար ավետարանը տալիս ենք եւ այդ պատանիները, պատանուիները, որ գալիս են, մենք չգիտենք նրանց սրտերում ինչ կա, բայց Տերը գիտի, բայց մեր բարդականությունը, մեր ծառայությունն է, որ ավետարանը կիսվենք նրանց հետ։ Եվ առաջ որ ավետարանը կիսվենք, լավ կլինի, ոչ որ հնարավոր է։ Ես չեմ ասում, որ եթե ես ու դու չգիտենք մի ցանկացած պատանիմը չեն կարող կիսվել ավետարանը։ Այսինքն մի խոսքով պատկերացրու, որ մի պատանիմը քո գողքը նստեց եւ անունը հարցրեցիր, ինքը կանոտ հարցրեց եւ գիտես, որ այդ բարակայում ինքը եկած է ճամբար, որպես Տիրոջ խոսքը սովորի։ Ինքը այդ ակնկալիքը ունի եւ դու ալ այդ ծառայության բարդականությունը ունես նրա հանդեպ։ Հիմա լավ կլինի, որ միշտ չանանք ճանաչել, իմանալ, թե մեր, ասենք, երեխաները, այդ պատանիները, պատանուիները, որոնք տրված են մեզ, որ մենք ծառայենք նրանց, Հովիկ եղբայրս կարող ես անջատել քո միկրոֆոնը։ Կարծում եմ, որ քեզանից գալիս է այդ ձայնը։ Այ։ Շնորհակալություն։ Եվ կարևոր է գիտնանք մեր լսարանը, որոնք են։ Ինչու որովհետև ժամանակ անցկացնելու կարիքը կա այս բարակայում։ Էլի ասեմ, սա չի նշանակում, որ չենք կարող ուղղակիորեն ավետարանը կիսվել մարդկանց հետ։ Ինչու երբեմն հնարավորությունը կարող է միտեղ հանդիպենք մեկումը, որ 2 րոպե ունենք, բայց մեր բարակայում մենք ավելի ժամանակ ունենք, քանի օր ունենք, մի շաբաթ ունենք, եւ լավ է, որ կարողանանք ծանոթանալ մեր այդ պատանիներին, պատանուիներին, որքան որ հնարավոր է, որովհետեւ կարողանանք կիսվել ավետարան նրանց ամենաազդեցիկ, էֆեկտիվ ձևով։ Իհարկե, միշտ նկատի պետք է ունենանք, որ մեր կյանքերը Աստծո առաջ, Աստծո շնորհով, այսինքն այնպիսի բաց նամակի նման լինեն, Տիրոջ շնորհիվ մաքուր լինեն, որ կարողանանք մաքուր սրտերը խոսել նրանց հետ։
որ չլինի որ բարձրապես բարդականությունը ստացվի, հապա սիրտը որ լեցուն է դիրոջ սիրով, ասենք այս երեխաների հանդեպ, ինչու որովհետև նրանցից շատերը կարող է դակավին դերը չգիտեն, եւ դուք ավելի լավ գիտեք, ինչու որ կարող է որ դուք նրանց հետ ծառայած եք նախկինում, so սիրով այդ դրա պատճառով նկատի ունենալով որ դերը ինք բոլորի բրգիչն է, հիմա վարդապետական բանի մեջ չեմ ուզում մտնել, Հակոբ ջան, գարզեմ քո հեռախոսը դալ բաց է միկրոֆոնը, չէ՞ թե հա, so ուրեմն դերը բոլորի բրգիչն է, ուրիշ բրգիչ չունենք ռամցնելու, ներկայացնելու եւ այդ հասկացողությունով, որ իբր փրկված անցիկ, ավետարանը զրուցելը, ավետարանը գիսվելը, սա մեր բարդականությունն է, անխտրապար բոլորին։ Եվ առանց վախենալու, որ միթե մենք երբ իրենց ավետարանը գիսվենք, միթե նրանք կընդունեն, չեն ընդուներ, մեր բարդականությունն է խոնարհաբար, համբերությամբ, ազնվությամբ եւ առանց հավելյալ ջնշում դնելով նրանց վրա ավետարանը գիսվենք։ Ինչու ասում եմ սա, որ չլինի որ բարձրապես որբեսի դիմացինը միան աբաշխարի ասելով բնթենք եւ վերջ ասենք աբաշխարեց։ Մենք ավետարանը կիսվենք սիրով, նկատի ունենալով որ իրենք տակավին մեզ մի ավելի, այսինքն տարիքով փոքր են։ Եվ հասկանալով որ Սուրբ Օքին ինքն է, որ այդ կորձը պիտի անի սրտերում։ Մենք միան մեր բարդականությունը ավետարանը կիսվելը եւ Տերը թող իր հոգու միջոցով, իր խոսքի միջոցով թող խոսի նրանց սրտերում, նույնիսկ եթե այս ճամբարում դուք գիտեք, մեզ ոմանք ճամբարների մեջ աբաշխարած են, չէ՞։ Արաքսկույրը Գիրագի օրը ինքեր վկայությունը կարճ կերպով տվավ եւ այդտեղից արդեն հասկացա, որ որքան նրա կյանքում ալ ճամբարները կարևոր տեղ ունեն։ Այո, ինչու ավետարանը լսած ենք տարբեր ծևերով։ Եթե վկայելու լինենք հիմա մենք կարողանայինք ասել, որ ես ավետարան լսեցի օրինակ այս վայրում, մյուսը ասե այս որ ես օրինակ դպրոցում լսած եմ ավետարանը նախագրթարանում տարիներ առաջ։ So, ուրեմն էլի հագիրճ ասելով, էլի կրկնելով օրինակ լինենք նրանց առաջ։ So, զգուշ լինենք, որ երբ այդ շաբաթը նրանց հետ ենք, բադանիները թող չտեսնեն մեր մեջ ոյ մի ցևով հագա Քրիստոսավայել օրինակ, որովհետեւ նրանք հետո չասեն, որ ես չեմ ուզում այսպիսի հավատք։ Մեր բարդականությունն է, որ անգյացապար մենք չենք ասում, որ գյազավոր լինենք, ինչ որ չենք դա ներկայացնենք, բայց ուշ լինենք մեր քայլվածքին, խոսելագերբին, վերաբերմունքին, որբեսի ոյ միցե խոչընդոտ չլինենք նրանց հավատքի առաջ։ So, նույնիսկ եթե չընդունեն, մինչ ավետարանը գիսվում ենք, խնդիր չէ։ Ինչու ասում եմ սա այսպես, որովհետև կարևորը ցանված սերմը Աստծո խոսքը ստագանում է, որ իր դեղը գտնի, Եսայի 55։ Ուրեմն կարևորը որ Աստծո խոսքը տանք, ավետարանը տանք, հստակորեն տանք, որբեսի նրանք հասկանան ինչ պահանջված է նրանցից։ Հիմա սա ասելով մի քանի ուրիշ հոգևոր սուբկրային ասենք նկատառումներ անենք, որբեսի օգնեն մեզ մեր ավետարանի եւ որ ավետարանը գիսվում ենք մարդկանց հետ, այս բանայինների հետ, որ մեր ավետարանի այդ գիսվելը առողջ կերպով լինի, շիտակ կերպով լինի։ Հիմա երբ ավետարանը գիսվում ենք, ինչ պիտի ներկայացնենք։ Թիվ 1 պետք է նկատի ունենանք, թիվ 1 պետք է նկատի ունենանք, որ մեր զրույցում լինի այդ հասկացողությունը Աստծո վրայով, թե ինք ով է, սա շատ կարևոր է, նրա բնութագիրը, բնավորությունը, ինչ տեսակի Աստված մենք ունենք եւ ինչ տեսականի Աստծո բաշնում ենք։ So, նաեւ ով է մեր համար Աստված, էլի։ Ով է Աստված, հիմա այդտեղից սկսյալ, ինչու որովհետեւ կարևոր է որ մեր այդ երեխաներին հասկացնենք, որ Աստված ինք Սուրբ Աստված է, Աստված ինք արդար Աստված։ Դեռ մեղքի մասին չենք խոսում։ Դեռ չենք խոսում մարդու մեղավոր լինելու անգույն մասին, սա հաջորդ քայլում, բայց սկիզբը բարձրապես մեր խոսակցության մեջ իհարկե մեր ավետարանությունը դարբեր ծևերով կարող ենք անել, բայց եթե
Ավելի ուզում ենք Սուրբ Քրային այդ մոդեցումով անել, ընդհանրական ձևով խոսենք, թիվ մեկ պետք է հաստատենք նրանց մտքերում, սրտերում, որ Աստված ով է, ինք Սուրբ Աստված է, բարի Աստված է, հավատարիմ Աստված է, չարը չսիրող Աստված է եւ այլն։ Ուրեմն Աստծո բնութագրի վրա մի քիչ կենտրոնանալ է յետքը, խոսենք երկրորդ, թե ով է մարդը, մարդ արարածը ով է։ Եվ այո, Աստծո այդ սկզբնական ստեղծագործության նկատմամբ խոսել է այդ մի քիչ, ինչու որպեսզի հասկացենք, որ Աստված ամեն բան բարի ստեղծեց, մեղք չկար։ Հետո մարդ արարածը Աստծո դեմ իմպոստացավ եւ մեղք գործեց եւ մինչեւ հիմա սա է իր վիճակը Աստծո առաջ։ Ուրեմն երրորդ նկատի ունենալով, որ ով է Աստված նրա բնութագրով եւ ով է մարդը, ինչպես ինքը ստեղծված էր եւ ինչ արեց, որ Աստծո հագարակ կեցված ցուցաբերեց անազանթությամբ։ Երրորդ սրա համաձայն պետք է ուրեմն ավելի խոսենք մի քիչ մեր ավետարանության մեջ Աստծո եւ մարդկանց հարաբերությունը այսօրով, որովհետեւ այդ երեխաները հասկանան, որ օքեյ, ինչ է իմ հարաբերությունը Աստծո առաջ։ Ինչու որովհետեւ այդ երկրորդ փուլում, երբ որ ասում ենք ով է մարդը, մարդ ինչպես ստեղծվեց եւ հիմա ինչ է իր վիճակը, պետք է հասկացնենք, որ մարդը մեղավոր է, Աստծո պարգից բացած է։ Իհարկե, հիմա Սուրբ Քրային համարներ չենք տալի այստեղ, որովհետեւ կոնկրետ Սուրբ Գրքի սերտողություն չենք անում, հապա սկզբունքային առումով մեր մոդեցումը ավետարանության մեջ որն է լավագույն ցևը։ Իհարկե, ելի ասենք, որ տարբեր ցևերով կարող ենք մոդիկանալ, ինչու, որովհետեւ միշտ պետք է նկատի առնենք մեր երեխաները տարբեր միջավայրերից գալիս են, նրանք տարբեր, ասենք թե ընտանիքները եկած են, տարբեր մշակութային հասկացողությունին, կրոնական հասկացողությունը տարբեր կարող է լինի մեկը մյուսից եւ այլն։ Դա նկատի ունենալով մեր ավետարանությունը այդպես պետք է լինի։ Հիշեցեք Հիսուսի մոդեցումը Հովհաննես 4-ում, ինչպես ինք այդ գինը, որ ջրորի մոտ էր, սամարացի գինը, ինչպես ինք ավետարանեց, ինք եկավ նստավ, ջուր ուզեց, եւ գինը ինքը գիտեր, որ եկած էր ջուր կաշելու հորից, ջրհորից, եւ այդ օգտագործելով սկսավ խոսել ինչի մասին, գենաց ջուրի մասին, իր վրայով, հա։ Ուրեմն սա կարևոր է, հետո Պողոս Արաքյալ Գործք 17-ում ինչպես այդ անծանոթ Աստծո թեման օգտագործեց, որպեսզի կապետա ավետարանի վրայով Քրիստոսը ներկայացնի։ Ուրեմն մենք պետք է միշտ նկատի ունենանք, որ մեր սենք համատեքստը ինչ է։ Հիմա երեխամը կարող է օրինակ նկատի ունենաս, որ հայր չունի, օրինակ։ Եթե հայր չունի, ո՞նց կարող ես մոդիկանալ։ Մի ցև, որ Աստված ինք մեր հայրն է։ Ես չեմ ասում, որ մեկուն ֆիզիկական հայրը կարևոր չէ, ընդհակառակը, բայց կարող ես դու նկատի ունենալ, որ եթե հասկացար, իմացար, որ այդ երեխան ինք ոնց որ տարաբում է, որովհետև հայր չունի, մի ցևով հասկացար այդ իրողությունը, կարող ես այդպեսի Աստծո ներկայացնել, որ ինքը այո սուրբ է, արդար է, բարի է եւ այլն, եւ ինքը հայր է, միևնույնատեն, մեր հայրն է, նրանց որ անշուշտ Քրիստոսով են։ So այդ օգտագործելով Սուրբ Օքին կարող է իրեն ավելի դպավորիչ կերպով գործի նրա սրտում։ So ուրեմն Աստծո մասին մի քիչ խոսել, իր բնութագիրը, հետո մարդու մասին խոսել, նրա մեղքի մասին, նրա ներկայիս այդ հարաբերության մասին պետք է խոսել Աստծո եւ մարդու հարաբերության վրայով, եւ հետո չորրորդ Աստված ինչ արեց, որբեսի այդ խնդիրը ասելով մեղքի խնդիրը, մարդու իր եւ մարդու հարաբերության նկատմամբ ինչ արեց, որբեսի այդ հարցը լուծի։ Եվ մենք գիտենք պատասխանը։ Քրիստոսը տվավ միածինը նրա, որ ինք մեր մեղքերի համար մեռավ, հարություն արավ, եւ որբեսի իր այդ խաչի սիրով մեզ հրավիրե դեպի իրեն։ Եվ կարևոր է սա, որ մեր երեխաները հասկանան, թե Հիսուս ինչու մահացավ։ Այո, իբր հայ երեխա լինելով, նրանք գիտեն զատիկը ինչ է։ Ամեն տարի զատիկ տոնում ենք, հա։ Բայց զատիկի իմաստը ինչ է, զոր օրինակ։ Կարող ենք դրա վրայով կենտրոնանալ, Քրիստոսի խաչի մահվա վրայով խոսալ, եւ այո, իր սիրո մասին, սերը շատ կարևոր տեղ ունի։ Եվ Հովհաննես 3:16-ի նման այդպիսի հատվածները
կարևոր տեղ ունեն, երբ մենք ուզում ենք զրուցել Աստծո փրկարար սիրո մասին։ Հիմա այս պարագայում մեր գործը Աստծո փրկարար սիրո մասին կենտրոնանալն է։ Սա չի նշանակում, որ մեկը չի կարող Աստծո դադաստանի մասին խոսել, որովհետև երբեմն երեխաներ կան, որ կարող են նրանք հետաքրվեն այդ թեմայի վրայով եւ այո, Աստված կարող է դադաստանի վախը օգտագործի, որ ավելի նրանց քաշի իրենց։ Հիմա սա ասելով միշտ կենտրոնացումը բայց թող լինի Աստծո փրկարար սիրո վրայով։ Ես չեմ ասում դադաստանի վրայով չեն կարող խոսել, դեղը դեղին, եթե գարիկը գա, բանջկը գա, պիտի Աստծուց խնդրենք աղոթքով մոտիկանանք, որ ով դեր իմաստություն դուր ինձ, ոնց այս երեխու հետ խոսեմ։ 13 տարեկան լինի, 18 տարեկան լինի, 20 տարեկան լինի, ինչ որ է, հա։ Ուրեմն 4-րդ ասած էինք, որ Աստված ինչ արեց, որ այդ հարցը լուծի։ Եվ 5-րդ սրագաբակցությամբ մարդ արարած է, դու իբր երդասարդ երդասարտուի ինչ պիտի անես, որբեսի Աստծո նպատակի համաձայն, Աստծո կամքի համաձայն, Աստծո բանջկի համաձայն ընդունես նրա կամքը քո համար, որ է քո հոգու փրկությունը Քրիստոսով։ Եվ որ ասեցիր օրինակ քո զրույցում ավետարանի մասին, որ Աստված իր որդին տվեց, որ նրա ավադացողը չկորսվի։ Okay, մի քիչ պիտի բացատրես, ինչ ասել ես, հա։ Մի ընդհատրեր, որ okay, նա օրինակ գիտի, լսած է, չէ, հարց դուր։ Դու կարող ես ասել, որ միթե հասկացար, ինչ ուզում եմ ասել, որ Հիսուս մեղքերի համար մեռավ, որպես ավադացող փրկվի։ Այսպես որոշ ոնց որ դիագնոստիկային հարցեր դուր։ Ինչու երեխաներ կան ավելի խոսող են, կարող ենք հասկանալ նրանց մտադրությունը, ինչ մտածում են, երեխաներ կան կարող է լուր լինեն։ Okay, բայց ոնց պիտի հասկանաս, որ ինք հասկացած է քո ասածը, որ շատ կարևոր է սա, որ ավետարանի այդ կենտրոնական գորիզային ուղերձը հստակ լինի նրա մտքում սրտում, որ դու հասկացար, օրինակ ինչս էլ է փրկություն, ինչից փրկություն, ինչի փրկություն է ասա, ինչ տեսականի փրկություն է սա։ Փրկություն մեր մեղքերից, փրկություն Աստծո արդար բարգությունից մեղքի նկատմամբ։ Եվ երբ բացատրել է այդ 5-րդ բացատրել է այդ որ Աստծո բանջկը ինչ է փրկության առումով, մեղքի նկատմամբ անշուշտ, այնտեղ մի քիչ խոսե հավատքի եւ զղջումի վրայով։ Ինչու որ հավատք եւ զղջումը կարևոր են, այս երկուսը դանում է դարձի։ Մեկը ոնց կարող է դիրոջ դառնալ հավատք ունենալով եւ զղջում ունենալով։ Այս երկուսը հավատք առավել զղջում հավասար է դարձ։ Ուրեմն դիմացի այդ երիտասարդը բադանին, բադանուին պետք է հասկանա, որ ինչս էլ է հավատք ունենալ Քրիստոսում եւ ինչս էլ է զղջում ունենալ մեղքի նկատմամբ։ Որ չլինի, որ ես հավատում եմ ասա, բայց զղջում չկա։ Ինչու որտեվ իր կերպով, այո, 13 տարեկանը կամ 15 տարեկանը կամ նույնիսկ 18 տարեկանը կարող է անգամ մեծ մեղք չունի։ Եվ մենք գիտենք եղբայրներ քույրեր ջան, մենք որ դերոջ շնորհիվ ավելի տարիներով փրկված ենք, մենք եթե մեր անձերը, այսինքն հիմա բարձր մտածենք մեր մտքերում, մենք կարող ենք հաստատ ասել, որ համոզմունքով, որ այո, մեր մեղքերը ավելի եղած են, քան թե այդ երեխաների մեղքերը, որ նրանք տակավին անգամ մեղք չեն արել, դեռ փոքր են, հասկանալի է սա։ Նրա համար է, որ դերը օգտագործում է մեր այդ փորձառությունները, որ ավելի խոնարհաբար մոտիկանանք եւ հասկացող լինենք նրանց հանդեպ, երբ մենք նրանց հետ Աստծո ավետարանը խոսում ենք։ Էլի դա ասելով դակավին նրանք փոքր են եւ միշտ նկատի ունենք, որ վարդապետական այդպես խրտնապահություններով պետք չէ գնալ, որովհետեւ փոքր են տակավին։ Կարևորը որ հասկան հավատքը ինչ է, Քրիստոսի մեջ հավատք ունենալը եւ զղջումը ինչ է, ապաշխարությունը ինչ է, մեղքերու խոստովանությունը ինչ է։ Եվ անշուշտ դա անել է այդ 6-րդ, եթե պատրաստ է դերը ընդունել, պատրաստ է ասել, որ այո, ես հավատում եմ Հիսուսի, ուզում եմ, որ ինքը ների իմ մեղքերս, արդեն եթե ինք այդ անհատը այդպես ասե եւ ճշմարիտ է ասածը, որ մենք 100%-ով չգիտենք, դերը արդեն գործում է նրա սրտում։ Եվ եթե ցանկությունը կա,
ուզումը արդեն սել է դեր աշխատում է այնտեղ։ Եվ հետո կաղոթես նրա հետ։ Ինքը կարող է գրկնել քո աղոթքը, կարող ես առաջարկել դա, ասել օքեյ, կարող ես դու աղոթել։ Եթե ինքը ասա այո, դու բարերին ուշադրություն արա։ Ինչու որ ոչ թե մենք պիտի հրճագենք ասելով, որ այս անձը բրգվեց, ինչու վերջի Տերը գիտե սրտեր։ Այո, մենք ուզում ենք հրճագել, որ այս անձը դերոջ դարձավ, մեր ուրախությունն է, բայց զգուշ լինենք, բարերին ուշադրություն դարձնենք, որ եթե ինքը ասե, օրինակ սրտանց, Տեր Հիսուս, ես մեղավոր եմ, ները իմ մեղքերս, հավատում եմ քեզ։ Ուզում եմ քեզ սիրել, քեզ հետևել, խոսքդ կարդալ եւ այլն, այդպեսի հասկանում ենք, հա։ Ուրեմն 6-րդ սենք քայլը, այս սենք լիստը, որ դրեցի այս երեկո, որպես միասին զրուցենք, 6-րդ քայլը թող լինի, որ հստակ գոչ մտուր, այսինքն գոչ ասելով, մի հոգի է քո առաջ կամ 2-3 հոգի են, 5 հոգի, չգիտեմ, գոչը դուր, ասելով, որ պատրաստ ես, այսինքն ցանկանում ես, ուզում ես Տերը ընդունել։ Հիմա եթե ինքը Տերը արդեն սրտանց հավատաց, իր աղոթքը բարձրապես վավերացումն է իր փրկված լինելուն։ Աղոթքը մեկումը չի փրկում։ Եթե ինք արդեն ասեց, որ ես ուզում եմ աղոթել, եթե Տերը արդեն աշխատեց նրա սրտում, ինքը արդեն փրկարար հավատք ունի։ Աղոթքը բարձրապես վավերացումն է, որ ինք դժմարիտ զղջում է, ապաշխարում է, հավատացած է եւ այլն։ Եվ այո, շատ կարևոր է, որ երբեք ովը մեկուն այդպեսի չծեվացնենք մեր խոսակցությունով եւ զգուշ լինենք, որ դիմացինը չլինի, որ դիմացինին ամաչեցնենք մի ցևով կամ մյուսով։ Որ մեր նպատակը դա չէ, այդպես չէ, եղբայրներ քույրեր ջան, մեր նպատակը դա չէ, մեր նպատակն է, որ այս երեխաներից ոչ թե միայն շատերը, բոլորն էլ ապաշխարեն։ Մեր ցանկությունը դա է, եւ նրա համար է, որ մենք այս ճանքը անում ենք։ Եվ ես անցամ ուզում եմ ասել, ձեզ ամեն մեկից շնորհակալություն այդ ծառայության համար, որ ներգրավված եք։ Եվ 7-րդ եւ վերջին, երբ այդպիսի բադանուհիմը կամ բադանիմը ասեց, որ այո, ես հավատում եմ, հավատացի, աղոթեց, ինչպես որ ասեցի, ինքը կարող է քեզ ասել, որ չեմ ուզում աղոթել, բայց ես հավատում եմ, ես սրտումս արդեն ասեցի Տեր Հիսուսի ները մեղքերս։ Օրինակ, մի բնթեր ասելով, որ չէ, դակավին պետք է աղոթես, որ փրկված լաս, դա չէ։ Եթե ինքը ասե, որ չէ, ես արեցի, ես սրտումս հավատացի, ես պիտի կարդամ Սուրբ Գիրք, պիտի աղոթեմ եւ այլն, օքեյ։ Ինչու որովհետեւ անցյանց կտարբերի։ Բայց այո, լավ կլինի, որ միասին նստենք, աղոթենք, որ մեզ համար ավելի հստակ լինի, եթե ինքը աղոթի կամ ինքը գրնի սրտանց այդ աղոթքը, որ մենք արեցինք, եւ մնաց Տիրոջ կանցնենք, որ ժամանակը միայն պիտի ցուցաբերի, եթե ճշմարտ է, բես փրկարար հավատքար այնտեղը կամ ոչ։ 7-րդ եւ վերջին, ուրեմն այդպիսի անձը հետո պետք է որ ազո խոսքի միջոցով, այսպես 1-2 կարևոր համարներ ունենալ, որբեսի նրա այդ փրկության վստահությունը, որ Սուրբ Գիրքը տալիս է, նրա, այսինքն ցույց տանք, ասենք, որ ինչպես օրինակ 1 Հովհաննես 5:13-ը, այս բաները գրեցի ցեզ Հիսուս Քրիստոսի ազով որդու անվան հավատացողներուդ, որբեսի գիտնաք, իմանաք, որ դուք հավիտենական կյանք ունեք։ Երկու համար այդպեսի է, 2-3 ինչ որ է, որբեսի փրկության այդ ազո խոստումը, փրկության վստահության այդ համարները նրանց ցույց տակ, որ նրանք դեսնեն ազո խոսքից, որ եթե Տերը ասում է այդպես, ես հավատում եմ, չէ՞, որ մեր նպատակը ինչ է, ամեն բան ազո խոսքի միջոցով պետք է լինի, որ մարդ արարածը այսպես օդից չի փրկվում, ինչպես գիտենք։ Սուրբ Գիրքն է վերջո իշխանությունն է մեր, ինչ որ բանի միջոցով մենք կարող ենք համոզվել, եթե հավիտենական կյանք ունեցանք, ինչպես այս բարակայում կամ ոչ։ Այսինքն Հովիգի խոսքը չէ, կամ Արաքսի խոսքը չէ, կամ Հակոբի խոսքը չէ, եւ այլն։ Հապա Տիրոջ խոսքն է այս երեխաներին վստահեցնում, որ դու հավատացիր, հիմա դու Աստծո զավակ ես։ Ըստ Աստծո խոսքին, եթե սրտանց արեցիր, Աստծո խոսքը քեզ հաստատում է, որ դու նրա զավակն ես, ուրեմն հիմա այդ աշակերտության փուլի մեջ քո միտքդ պետք է, այսինքն լինի, որ օքեյ, հիմա որ այս անձը ապաշխարեց, պարզապես թողենք, որ այդպես գնա եւ մինչեւ հաջորդ տարի նորից տեսնենք։ Ինչ կարանք անել, որ նրա, ասենք,
գաբել եկեղեցվո հետ հնարավորություն կա միթե այդ երդասարտին բադանին, այսինքն կամ բադանուին եկեղեցի գա, ինչ անենք, ինչ կարող ենք անել եւ ճիշտ հոս է որ եթե մենք ասենք չունենք պատասխան, ավելի մոտիկանանք մեր ասենք եղբայրներին, քույրերին, նրանք որ ավելի ասենք հոգեորապես եւ փորձառությունով տարիքով մեծ են, որ կարողանան մեզ օգնել ասել որ հա ես կարող եմ խոսել նրա հետ, օրինակ, եթե դու չգիտես ինչ պիտի ասես, որբեսի այդ աշակերտության, ասենք, փուլը չմոռանանք, ինչու որովհետև մենք շատ անգամ այսպիսի ճամբարներում աղոտ կարեցին վերջացավ մը, աշակերտությունը ինչ կլինի, պետք է ասես, պետք է հիմա սուրբիկ առնվազն, պետք է ամեն օր ազո խոսքի մեջ լինի ու աղոթքի մեջ լինի, եւ եթե հնարավորությունը կա այդ երդասարտը եւ երդասարտուին, որ բադանուին, որ սուրբիկ կարտա աղոտ կնելուց սատ, սուրբիկից սատ եկեղեցի ալգա, որ կարողանանք օգտակար լինել, դե ավելի լավ։ Չէ թե ոչ, եթե ասա եւ դու եթե գիտես օրինակ ինքը հնարավորությունը չունի, ոյ մի պատճառով, օքեյ, կարևորը որ ազո խոսքի մեջ լա, աղոթքի մեջ լա եւ դու ալ հետո դարվա ընթացքում, եթե պատահեցա մինչեւ քա դարի էլի մի չի տեսնես նրան։ Դարվա ընթացքում քոնե գաբի մեջ լինի հետը, որբեսի ասես գարթում ես, աղոթում ես, այդպիսով իհարկե նկատի ունենք ծնողները կարող է չսիրեն դա, բայց ամեն մեկ անձի հետ դարբեր բարականեր կան, չէ, եւ ամեն մեկ անձը դարբեր է եւ նրա համաձայն պետք է որ աշխատենք անհատ կդարբերի եւ դերի մասյուն դա։ Ասկան եղբայրներս եւ քույրերս։ Եթե հիմա հարցեր կան քննարկելու համար, թե այս բաների վրայով որ մի քիչ խոսեցանք կամ ուրիշ բաներ ունեք ասելիք, ավելացնելիք, հարցնելիք, հիմա ձեր ժամանակն է։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար եւ դեր օրհնի, աղոթող եմ անշուշտ եւ դերը կամի քալ շաբաթ եւ մյուս շաբաթ այս ճամբարներին ներկա կլինեմ մասամբ մեր եղբայր քույրերով էլ որ գալիս են Ամերիկայից։ Այո, ձեր երթն է հիմա։ Քնեցիք։ Հողի մերսի շատ հողի եղբայր ձեր օրհնի ձեր փորձների համար ամեն ինչ որ սովորացնում եք։ Մի բան եմ լավ հասկացել որ ավելի շատ անհատական աշխատանքների ժամանակ երբ առանձնանում են խմբերը, այդ ժամանակ երեխեքը ավելի sense սկսում են ուշադիր լսել հետևել, քան որ ընդհանուր խմբի ժամանակ, քարոզի ժամանակ որ ճամբարի ընթացքում քարոզումը, շատ ժամանակ երբ որ շատ որով են անում, կամ այդքան լավ չեն լսում, կամ չգիտեմ, ընդհանուրի հետ sense միաձուլվելով են լսում։ Բայց երբ որ առանձնանում են արդեն, այդ ժամանակ արդեն հարց պատասխանի ժամանակ կամ երբ որ անհատական է լինում, ավելի արդյունավետ է լինում այդ ամեն ինչը։ Նույնն էլ ավետարանչություն, երբ որ մեկի հետ է լինում անհատական, ոնց որ ավելի արդյունավետ է լինում, այդ մարդը ավելի անկեղծանում է, բացվում է։ Բայց շատ փորի դեպքում մի քիչ sense մեկ մյուսից ամաչելով, քաշվելով դժվար է լինում։ Դրա համար երբ որ առանձնանանք խմբերով, լավ կլինի այդ խմբերի ժամանակ ավելի շատ կենտրոնացում լինի մարդկանց վրա անհատական աշխատանք տանելու համար։ Ու հիմնական համարները որ կա ավետարանչության, այդ համարները կարծում եմ բոլորիս մոտ է կա, էլի բոլորս է կարող ունենանք յուրաքանչյուրը 1-2 հոգու հետ առանձնանալով խմբերի ընթացքում ու սկսենք ավետարաններ քարոզել։ Ինչ որ հնարավորություն կա, օգտագործենք իհարկե, լավ փոքր խմբերում լինի։ Հիմա ինչու ասում եմ դա, որովհետեւ փոքր խմբերում կարող է որ զրույցը մի քիչ տարբեր լինի, կարող է ասենք թե եղբայրը, ասենք առաջնորդումը եղբայրների հետ կամ այսինքն դղամարդկանց հետ, պատանիների հետ, պատանուիների հետ ուրիշ քույրը լինի, կախում ունի զրույցը, բայց երբեմն այդ շփումը կարող է ջաշի ընթացքում լինի, կամ ասենք կեսօրետ խաղի ընթացքում կամ երեկոյան հանգստի բահում բոլոր այդ հնարավորությունները կարող է օգտագործել։ Ավելի շատ, քանի որ երեխային ավելի շատ նայում են քո արածին, քան, չգիտեմ, ինչ որ ասացին, ավելի շատ քո օրինակին են հետևում, կարող է դու շատ գեղեցիկ խոսած բաներ ասես, բայց քո վարքով, քո օրվա ընթացքում ոնց ես քեզ պահել, դեռ ուրիշ ձև լինի ու ուրիշ տպավորություն թողի։ Դրա համար եթե դու, չգիտեմ, իրական քրիստոնյա ես ու խոսքը փոխանցում ես քրիստոնյայի ու լավ կլինի որ քո վարքն էլ նույնը քրիստոնյայի լինի, որ այդ երեխան տենալուց, մարդի երիտասարդ տենալուց, ասի հա ինչ որ ասում է, ինքը անում է, ուղղակի չի ասում։ Ինձ ասում է, բաց սենց արա, բայց ինքը ուրիշ է անում։ Այո։ Ուրիշ անցիկ։
Ես միայն Հովիկ եղբայրջան շնորհակալ եմ խոսքի համար եւ այս 7 կետերը որ ասվեց ժողովուրդ ջան շատ པարզ ու հասանելի ձևով փոխանցելն է որ պետք չունենք շատ ծանր աստվածաբանություն խոսալ սա խնդրում եմ ուշադիր լինենք որ մարդկանց ականջը չծանրացնենք չհոգնեցնենք հիշեք իրանք լրիվ նոր մարդիկ են ովքեր որ եկել են աշխարհի որ սկի մարդիկ կա որ Հիսուսի մասին երբեք էլ սկի չեն լսել կամ չգիտեն դրա համար այս པարզ օրինակներով ոնց որ Հովիկ եղբայրն ասաց փորձեք չխեղդել մարդուն որ ինքը չվանվի այլ փորձեք մաքսիմում այս օրինակներով հասկացեք թե մարդիկ ինչա նշանակում մեղք ինչա նշանակում ապաշխարություն Հիսուսին ընդունել ամենանուրբ ձևով օգնեք իհարկե ոնց որ Հակոբն ասաց Արտուր եղբայրը ինքը եւ Հովիկ եղբայր կարծեմ դուք չէ ովքեր որ դալիճից կխոսան մի քիչ համաձայն չեմ Հակոբ ջան այն առումով որ այն սնունդը որ պիտի դալիճում ուտեն իրանք սկսում են խմբում մարսել այսինքն չէ ասում մարսնալը չէ արաքսկուր ջան ես նկատի ունեմ որ երբ որ չեն բացվում այդ ժամանակ երբ որ բացվում են ավելի խմբի մեջ ավելի սկսում են արձագանքել այն ինչ որ ընդ լսեցին գալի ասում են էսի չհասկացան կամ հասկացան կամ էս ինչ է նշանակում դրա համար մեր որպես առաջնորդ օգնականներ մեր դերն է որ մենք չմտածենք թե Աստծո խոսքի դալիճի ժամը էդ էր այլ ամբողջ ճամբարի ընթացքը ոնց որ Հակոբն ասեց մենք որպես քրիստոնյա հավատացյալներ մեր հանգիստը հանգիստ չպետք է լինի այլ այդ հանգիստը պետքա լինի գտնել մեկին ում կմոտենանք այս 7 կետերը կփորձենք օգտագործել կլինի դե հանգստի ժամին, կլինի ճաշի ժամին, կլինի խաղի ժամին, էսի օգտագործենք իրանց մոտ եւ խոսքով եւ մեր կյանքով, որ իրանք էլ հասկանան տարբերությունը։ Ես մեկս այդ ճամբարում ըննելով այդ տարբերությունն եմ դες ասում եմ, սենց մարդիկ լինում են, փաստորեն էս ամեն ինչ ու սովորել են։ Դրա համար խնդրանք սա որ չշեղվել մեր նպատակից։ Մենք գնում ենք ավետարանչություն անել, իմ ասածս մենակ էս էր։ Շատ լավ։ Բայց մենք ամեն րոպեն պետք է արդյունավետ օգտագործենք, որովհետև բոլոր ճամբարային պարզ է դարձել, որ դահլիճում երեխեքը քնում են ու այդ նյութը նորմալ չեն ընկալում։ Դե համար ամեն րոպե պետք է մենք նորից էլի տանք այդ իրանց։ Այդ էլի որ երբ որ ընդհանուր խմբի մեջ որ քանի կարող չնկատեն, բայց փոքր խմբի ժամանակ իրանք ասենք շանս չունեն քնելու կամ բանալել, որտեղ քիչ ենք ու նկատելու են դրա համար այդ ժամանակ ավելի զգոն են ու մեր նպատակները այդ ժամանակ են որ ինչ որ չեն հասցրել լսեն, չեն հասկացել, փոքր խմբի ժամանակ դարացնենք այդ բացը։ Բայց ընդհանուր թեմաները որ կա ավետարանչության, բայց այդ ընդհանուր թեմաները հենց միշտ sense ասած պատրաստ պիտի լինենք, չէ՞, ովի կախվի այդ ընդհանուր ավետարանության այդ համարներով, որ առիթ լինի, որ եթե հասկանանք այս մարդը կարող ունի ավելի խորացված, այդ խորացված կետերով սկսենք ավետարանել։ Հիմա եղբայրս նայ, հիմա ինչ որ խոսեցանք, պետք է նկատի ունենանք, որ միշտ պատրաստ լինենք, որ գարիքի ամենամած ձևավորենք մեր մոդեցումը։ Նրա համար այդ օրինակը տվեցի Բողոս Սարակյալի Կորսկ 17-ից Աթենքում, կամ ասենք այդ Սամարացի գնոջ հետ մեր Տեր Հովհաննես 4-ում, ինչու որովհետև ամեն ասենք ավետարանչության մոդեցում նույն կերպով չի կարող լինել։ Սա ինչ որ խոսեցանք զրուցեցինք հիմնական ասենք մոդեցումն է, որ ազո մասին կխոսաս, մարդու մասին, մեղքի, Աստված ինչ արեց մեղքի համար եւ այլն։ Հիմա կարող է որ մեկը լինի զորօրինակ, որ ինքը արդեն իսկ մի քիչ քահապար ունի, որ Աստված բարի է, սուրբ է եւ այլն, եւ մարդը մեղավոր է։ Okay, ես հասկանում եմ գասե։ Նույնիսկ չափահասներու բարակայում, չէ՞։ Չափահասները օրինակ գիտենք, որ այո, մենք մեղավոր ենք։ Okay, այնադեն պետք չունես ավելի մեղավոր մարդու մասին կենտրոնանալու, Աստծո վրա մի քիչ կարող ես խոսել եւ նրա բանջկը։ Ասիմ ասելս դա է, որ սա օրինակ բարձաբես մի գլխավոր մոդեցում է, բայց պետք է մենք դա օգտագործենք ամեն մի բարակայում, կարող է մի քիչ փոփոխություններ դարբեր ձևով ունել մեր մոդիգացումը ավետարանչան, որ էֆեկտիվ լինի մաքսիմալ ձևով որքան որ հնարավոր է, որ մեր նպատակն է, որ դիմացի անձը հասկանա, որ ինք պետք ունի, կարիք ունի Հիսուսի։ Դա է։
Եթե հասկանա, որ ինք Հիսուսի կարիքը ունի, խնդիր չկա։ Եվ որ հավատքի կա, զղջման կա, եւ էլի զղջում ասելով, որ ինք անդրադառնա մեղավոր է։ Մենք չենք ասում, որ պիտի այսպես պետք է որ ինքը իր գուրս կխփի, ասե ասվածին ողորմ է ինձ մեղավորից եւ այլ ինչ որ գիրագի օրը խոսում եք եկեղեցում, հա, Ղուկաս 18-ից, այդ մաքսավորը, բայց եթե անձը այդպեսի մեղավոր զգում է, օքեյ, բայց երեխաներ կան, բադանիներ կան, որ շատ մեղ չեն արած այդ իմաստով որ բախտադած չափասների, օքեյ, ոնց պիտի մոտիկանանք նրանց։ Եթե ասես նրանց, որ դու պետք է մեղքերից ապաշխարես, խոստովանես մեղքերը, այդ երեխան կարող է շատ բան չի հասկանա։ Օքեյ, պիտի ասես, որ դու սուտ խոսած ես, օրինակ չարություն մրած ես, մամային, բաբային անազանդ եղած ես եւ այլն, այդպիսի ծևերով, որ օքեյ, այս բաները մեղք են Աստծո առաջ եւ որովհետեւ մեղք են, ասել է որ դու մեղավոր ես։ Եվ պետք ունիս, որ Հիսուս մեղքերդ ներեկես, եւ այլ, այդպիսով, այ։ Հիմա Հռոմեացի ծուխն եմ կարդում, որ եղբայր, 8-րդ գլուխը հենց Իրանից ամբողջ չսամ, sense ոնց որ ասած ավետարանության լրիվ ինքը ծրագիրը Իրանից ամբողջ չէ, sense կարդում ես համար ու ասած գլխից մեջ անընդհատ sense բաներ է, sense կազմում թեմաներ, ոնց կարելի է այս համարով օգտագործի հռոմայացիսը, այո, ինչու՞ չէ։ Հա, ամբողջովին ինքը, հա, լրիվ ավետարանության թեմա է։ Շատ ինքը Նա բանել ես ասեմ եղբայրներ։ Ուրեմն այդ ընթացքում երեխեքսակ հարցեր են պատում։ Շատ հավանական է, որ հարցեր լինի, որոնց պատասխանը որ դուք չգիտեք։ Կխնդրեմ մի բան, եթե դուք գիտեք ուղիղ տեքստով ասեք ես էս չգիտեմ, Ողի եղբայր ձեր ձայնը չի լսվում։ Լսում ա իմ այն ձենը։ Ավելի լավ է։ Հա, հիմա։ Հա, ուրեմն նայեք, եղբայրն է ուղերին եմ ուզում ասեմ։ Շատ հավանական է երեխեքը հարցեր կան, որոնց պատասխանները դուք չգիտեք։ Հնարավոր է այդպես։ Ու դա նորմալ է։ Խնդրում եմ, այդ դեպքերում ուրիշ պատասխան եք, որ չգիտեմ, անշուշտներ չի, որ մենք ամենից պետք է լինենք իմանանք, հասկանում եք, բայց այնպես էլ պատասխանեք, որ երեխան չմտածի, որ Աստվածաշունչը ուրեմն ամեն ինչ չի պատասխանում։ Այո, Աստվածաշունչը ամեն ինչի հարցեր ունի, բայց այնպես չի, որ մենք ամեն ինչ այս բանին կարանք իմանանք։ Եթե օգտագործեք այդ առիթը, որ պետք է օր աճեք, Աստվածաշունչը կարդաք, իր խոսքը կանցանաք ու գնալով աճեք։ Այդտեղ օգտագործեք։ Հետագա Հովիկ եղբայրը ապշտակվեց։ Իր ինտերնետը ապշտակվեց։ Պատասխան մի օր հետո այդ հարցի պատասխանը գտնեք, ասեք նայ, Աստվածաշունչը այդ հարցի պատասխանը սենց ասում կամենացած։ Այսի շատ կարևոր է, եթե մենք չգիտենք, հստակ ասում ենք, գիտենք ու չենք իրիշտով, այո, տարբեր բաներ ասում, որպեսզի այդ երեխեքի, ասենք, ընթացքը չխանգարենք։ Այսի շատ կարևոր է այդ առաջինը, երկրորդը աշխատեք իրանց տարիքային իրանց տարիքի համապատասխան օրինակներով բերեք։ Օրինակ Հովհաննես եղբայրը շատ ցույց ասեց բանը մեղքի հետ կապված, ասենք որ ինքը պետք է հասկանա, օրինակ կարակ բերեք, որ դու տան մեջ օրինակ մի հատ բանը ջարդես, ինչ-որ թանգանոց իր ֆոտոյ, ինչ-որ մի բան արել ես, ու դրա համար հասկանում ես, որ պատիժ է հասնում, այսինքն պատիժ է տնողի կողմից, բայց Աստծո համար մեղքը մահ է բերում, հասկանում ես, դուք իրանց լեզվով ուզում եմ ասել, օրինակներով, բանների, առօրյայի օրինակներով փորձեք այդ ավետարանը իրանց հասնել։ Դա ոչ թե որ ինքը հենց այդ օր ապաշխարելու է, ու դուք մտածում եք, որ պետք է ապաշխարի, չէ։ Մենք մի բան էլ ուտենք, սերմը պետք է ցանենք։ Մենք սերմը ցանենք։ Օրինակը վերցեք, որ մարդը հելնում է հացի սերմը ցանում է, ինքը չի մտածում, որ հատիկը քանի տորեն է տալու։ Ինքը գործը իր անում է, ինքը ցանում է, ասում է, մեր գործը ցանելն է։ Մենք պետք է ճիշտ ուպակովկա արած ցանենք։ Մնացածը մեր հայրն է անելու։ Այդ դեպքում դրա Աստվածաշունչի մեջ։ Ինքը արտադրողը, ինքնացնողը, մենք մաքսիմում կարանք բանը հոգ տանենք, ոնց որ Հովհաննես եղբայրը ասեց հետագայում, որ երեխաները զգացի
որ բանը կապը պահեք, իրանց հետ կանչեք եկեղեցի, աշխատեք։ Այդ մաքսիմում մենք կարող անենք, բայց մենք ո՞նց ենք դու այդ մաքսիմում։ Ոչ մեկի, մենք ոչ մեկի ոչ ես, ոչ Հովանես եղբայրը տարածքը ոչ մեկը ոչ մեկը չի տարածի։ Դուք ավետարան եք փոխանցում, ձեր միսիան է դա։ Եթե չեք իմանում հարցի պատասխանը եք տալի, իրանց հնարավորինս ընկերական եք լինում։ Այսի ոնց որ ասած, այս ընդհանուր պատկերն է, որ մենք եկում ենք գործը անելու։ Շնորհակալություն։ Շատ լավ, մերսի, այո։ Ուրիշ եղբայրներ քույրեր ջան, որևէ մեկ ուզում է ավելի ավելացնել, ասենք, այս խոսքերի վրա ինչ որ Հակոբ եղբայրը, Արաքս քույրը, Հովիկ եղբայրը ասեցին, այո, կարևոր զրույց է սա եւ ուրախ եմ այս զրույցի համար եւ հասկանում եմ, որ ամենքս այսին նույն մտածելակերպով մոտիկանում ենք, ինչու որ մեր նպատակն է, որ այս երեխաները, երիտասարդները, ով ուրիշ լինի, կարևորը Քրիստոսը ճանաչելու կան։ Մեր նպատակը դա է, ավետարանը տանք։ Մենք պիտի չստիպենք նրանց, մենք պիտի չանենք այդպեսի, որ նրանք ամոթով զգան, որ ինչու իրենք չեն աղոթում, ինչու իրենք չեն հավատում, ինչ որ ասում ենք, չէ։ Մենք պարզապես ավետարանը ցանում ենք, Հովիկ եղբայրը այդպես ասեց, շիդագա դա։ Եվ մնացածը Սուրբ Հոգին ինքը իր գործը կանի իր ժամանակի մեջ։ Իհարկե, մեր ուրախությունն է տեսնել, որ մարդիկ ապաշխարեն ճամբարներում, բայց չհուսահատվենք, եթե այդպես չլինի, հաբանտագարակը մենք ուրախանանք, որ հնարավորություն ունեցանք ավետարանի սերմը ցանելու դարբեր անհատների սրտերում եւ Տերը ինքը իր խոսքը երբեք բարաբի չի թողնում որ գնա, գարթամ այդ հատվածը Եսայի 55-ից ասում է հետևյալը Հակոբ եղբայրս, կարող ես միկրոֆոնդ փակել, հաջիս, շնորհակալություն։ Ասում է այստեղ Եսայի 55 10-ից քանզի ինչպես որ անձրևն ու ձույնը իջնում են երկնքից եւ հետ չեն դառնում այնտեղ, այլ որոքում են երկիրը, արգասափեր եւ ձլարցակ դարձնում այն, սերմ են տալիս սերմնացանին եւ հաց ուտողին, այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը։ Նա աբարչյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափակը եւ հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան։ So Տերոջ վստահած մենք ցանենք խոսքը եւ Տերը ինքը ասում որ ինքը կկատարի իր փափակ եւ հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան։ So մնացը ազո գործն է, Սուրբ Հոգու գործն է, որովհետեւ Սուրբ Հոգին ինք այնպես մի չի անում, որ մեգումը օրինակ հոգեվոր ծնունդ տա ժամանակից առաջ։ Ինչպես որ ֆիզիկապես մենք գիտենք ժամանակից առաջ մեկը եթե ծննդաբերություն ունենա, կարող է որ այդպեսի, ասենք, երեխան, ասենք, վատ վիճակով ծնի, չէ՞, առողջ չծնի եւ այլն։ Եվ դերնալ ինքը գիտի իր ժամանակը, բայց մեզանից կարևոր է որ նկատի ունենք Հակոբ եղբայրն ասեց, որ զգուշ լինենք, մեր վերաբերմունքին զգուշ լինենք, ինչու որ Քրիստոսավայել օրինակ պետք է լինենք նրանց առաջ։ Որպես ավետարանի առաջ ովևէ խոչընդոտ չլինի մեր վերաբերմունքը։ Սա է կարևորը։ Եվ այո, եթե չգիտենք մի բան, խնդիր չէ, կարևորը գիտենք ավետարանը, գիտենք ինչ է, եւ կարևորը իդ կարող ենք գալ ավետարանին եւ ասել, որ նա է։ Սա է կարևորը հիմա, որ մենք ուզում ենք զրուցել։ Ուրիշ հարցեր կան, ուրիշ եղբայրներ կան, կարող ենք ասել, արի գնանք հետո այդ եղբորի հետ կամ այդ քրոջի հետ խոսենք։ Այդ հարցի վրայով, որ մենք կարող է որ հստակ պատասխան չունենք այդ մոմենտում։ Ուրիշ կանանցիկ, որ ուզում են կիսվել, չէ թե ամբողջացնենք արդեն։ Նաև մտածում եմ, որ եթե ինչ-որ հարցերի պատասխանը չունենանք, բայց այն որ սկսենք ներկայացնել Քրիստոսին, արդեն այդ մի բավական կլինի, ուսում այդ մարդը կսկսի ուշադրությամբ լսել, որ Քրիստոսին ամբողջությամբ իր սերը, իր փառքետ ամեն ինչով ներկայացնես, արդեն կողի հարցերը ոնց որ երկրորդական կդառնային, ուշադրությամբ կսկսի լսել Քրիստոսի մասին։ Օրինակ ես այդպես եմ եղել, որ հիմա սկսել են Քրիստոսից խոսալ, որ հարցերով չեմ ասել, օրինակ ես ինչ ախի, ասենք ուշադրությամբ սկսել եմ լսել Քրիստոսի մասին, որտեղ երբ որ սկսում ես Քրիստոսի մասին խոսալ,
ամեն ինչի մասին սկսում ես մոռանալ, կենտրոնանալ միայն իր վրա ու լսել, ճանաչել։ Ստում է, եթե ինչ-որ բան է չիմանալ, կարանք նաև սկսենք ներկայացնել Քրիստոսին, ստում է Քրիստոսը բավական է։ Ամեն։ Ամեն։ Էլի ուրիշ։ Եթե չկա, միաղոթքով վերջացնենք եւ Այս մադել բան ասա։ Հա, դավ ջան, ասա։ Բարիգուն։ Բարիգուն։ Բանի հետ կապված, որ երեխեքը դալիճում կարող հոգնեն քնեն կամ չլսեն, ես իմ փորձից կարամ այդ խորտամ ծամոն առաջարկենք, որովհետև ծամոնը կօգնել, ես էլ շատ ժամանակ Հունաստանի գտնեմ, ծամոնը կօգնի։ Մեկ էլ ավետարանի հետ կապված կարամ ասեմ Կորսկի 17-ը շատ լավ օրինակ է ավետարանի համար։ Հիմա ծամոնը դավ եղբայրս հասկանում եմ։ Հիմա մենք օրինակ երկար ճանապարհ քշում ենք, երբեմն ծամոն օգտագործում ենք, որ արթուն մնանք։ Հասկանում եմ այդ մոդեցումը, բայց պատկերացրու, որ եթե ասենք դահլիճում ամեն երեխաները, ասենք բադանիները ծամոն ծամում են։ Չգիտեմ։ Հիմա որը դեպը դեպ բրտուգա ցավոթան սա պամոները դեն դալի դինան մեջի գիտես ինչ կա դա այն դեպքում կոնտրիբուտ Շատ լավ։ Շատ լավ։ Okay։ Հովիկ եղբայրան, Հա, Արաքսպիր։ ընթացքը ձայնագրություն եղել է։ Այո, անում եմ հիմա դերը գամի եթե այս երեգո չէ վաղը կդեղատրեմ on-line եւ լինքը այստեղ կդեղատրեմ այս WhatsApp-ի խմբում։ Շատ շնորհակալ եմ, որովհետև ինձ արդեն մեկ քանի հոգի լուր տվեցին, որ ուզում են։ Այո։ Շնորհակալ եմ։ Մերսի Ցեզար։ Շատ լավ, ուրեմն ամբողջացնելով որ այս երեգո Արաքսպիր դու կարող ես մեր այս զրույցը աղոթքով փակենք։ Այո, սիրով։ Մեր Տեր Աստված, մենք անչափ շնորհակալ ենք, որ կարող ենք սովորել, կարող ենք ել ավելի իմանալ, թե ոնց լավագույն ձևով քեզ ծառայենք։ Տեր Աստված ջան, մեզ քո իմաստությամբ հդլեցրու ու օգնի, որ մեր հայացքը մենակ քո վրա պահենք, որովհետև քո վրա պահելով է, որ կարողանալու ենք լավագույն ծառայություն անել, Տեր։ Մեր հոգին լցրա Սուրբ Հոգի Աստված, քո հոգով, քո խոսքով, քո իմաստությամբ, ամեն մի երեխուն դու որ սիրենք, Տեր։ Երբ որ սիրենք կհասկանանք նաև ինչ ձևով պետք է մոտենանք, ինչ ձևով, ինչ ցավացող սրտով պետք է բարի լուրը փոխանցենք նրանց, Տեր ջան։ Ամբողջ օրերը քո ձեռքի մեջ ենք առնում եւ ամեն մեկիս համար խնդրում ենք, որ դու զորություն տաս հերու պայես հիվանդությունից, հարձակումներից, դժվարություններից ու փորձություններից ու ամեն մեկս մեր բաժնի մեջ օգնի հավատարիմ լինենք, Տեր։ Դրսում մեր եղբայրներին, քույրերին, հատկապես խոսքը փոխանցողներին, Տեր, որ կարողանանք լավագույն ձևով անենք, Տեր, տկար ձևով չանենք, այլ իսկապես լավագույնն անենք, որովհետև դու ամենալավին ես արժանի։ Սիրում ենք քեզ, Տեր ջան, շնորհակալ ենք մեր եղբոր համար են, որ իր ժամանակը տվեց, խոսքը փոխանցեց, մեզ քաջալերեց, մեզ հիշացրեց, թե ինչ նպատակով են գնում եւ ինչ պետք է անենք։ Եվ Տեր, շնորհակալ ենք, որ դու էլ մեր հետ ես անկախ ամեն բանի ու ամեն ժամանակի։ Եվ ոչ մի արժանիք չունենք, միայն կարող ենք խնդրել Հիսուս Քրիստոսի անով, որպեսզի փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին հավիտյանս։ Ամեն։ Ամեն, ամեն։ Շնորհակալություն քույրս, այո։ Դեր օրհնի բոլորին եւ գաբի մեջ մնանք այսպես, եթե որևէ մի բան, այսինքն հարց կա ուրիշ, որ մեկ ուզում է գիսվել, ինչու՞ չէ։ Այսինքն բարձրապես սա առաջարկս է, որ կարող ենք այստեղը դեղատրել։ Օրինակ մենք կարող է ասել, եղբայրը քույրեր ջան, ես հարց ունեմ։ Ծառայության հետ կապ ունեցող, ինչ որ անում ենք ճամբարում, ինչու՞ չէ, սիրով դեղատրեք։ Թող չլինի, որ սա մեր վերջին զրույցն է այս առումով, ինչու այդպեսով կապը կարող ենք հաստատել եւ շարունակել, բայց իրար համար աղոթող լինենք եւ այո, այս ծառայություններուն համար դերը իր գամքը կատարի սրտերում եւ իր անունը փառավորի։ Եղավ։ Հայդե, բարիք շեր ձեր բոլորին, դեր օրհնի։ Բարիք շեր, շնորհակալ ենք։ Մերսի Ցեզար։ Բարի գիշեր։ Բարիք շեր։